Ուշադրություն, դեպի նշանակված դիրքերը առաջ, արտիր։ Վարժադաշտում հրետանային զորամասի նորակոչիկներն են։ Հրամանը լսելուն պես զինվորներն անմիջապես շտապում են մարտական խնդիրը կատարելու, հնարավորինս դիպուկ եւ ճշգրիտ։ Մասնագիտությամբ հրետանավոր եմ, ամեն օր կատարելագործում ենք մեր մասնագիտական գիտելիքները, որպեսզի կարողանանք սպասարկել հրետանու աշխատանքը եւ տրամադրել ճշգրիտ տվյալներ։ Այսօր եկել ենք հրաձգան մեր կրակային պատրաստությունը բարելավելու համար, որպեսզի կատարելագործենք մեր արագ կողմնորոշվելու ճշգրիտ կրակ վարելու հմտությունները։ Ընդամենը ամիսներ առաջ զինված ուժերի շարքերը համալրած տղաները մասնագիտական հերթական պարապմունքներն են անցկացնում, կատարելագործում հմտությունները։ Իրականում հրետանու հաշվարկող եմ ու հաշվարկողը իմ համար բավականաչափ հոգեհարազատ է, քանի որ մասնագիտությամբ ինժեներ եմ։ Ընդհանուր առմամբ դասերն էլ հետաքրքիր են անցնում ու մտածելու տեղիք էլ կա, այսինքն ոչ միայն ֆիզիկապես ենք մենք ինչ-որ չափով մեր ունակությունները զարգացնում, այլ նաև մտավոր։ Այսօր ստուգական վարժություն երկուսն էինք անում, ինչպես նաև նռնակ էինք նետում։ Պետք է խոցեինք թիրախները, այս անգամ ավելի գոհ եմ իմ արդյունքից, որովհետև նախորդ սխալներս որոշակի չափով վերանայել էի։ Կարծում եմ լավ ստացվեց։ Բանակի ապագա հրետանավորները ծառայության առաջին իսկ օրերից են գիտակցել, թե ուր են գալիս եւ ինչ առաքելությամբ, ուստի յուրաքանչյուր պահ օգտագործում են հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու համար։ Դեռ բանակ գալուց արդեն որոշել էի, որ այս 2 տարին պետք է իմ համար արդյունավետ անցնի ու անպայման պետք է առաջընթաց ունենամ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր առումներով ու ուրախացա, որ ես հաշվարկող եմ, քանի որ այս հաշվարկների միջոցով իմ մտավոր ունակությունները խիստ զարգանում են ու այս հաշվարկների նոր բանաձևերը, նոր մոտեցումները շատ լավ կարող են կիրառել լինել իմ մասնագիտական քաղաքացիական կյանքում։ Հրետանային այս զորամասը ուսումնական է, ուստի այստեղ ծառայության առաջին 6 ամիսների ընթացքում տղաները իսկապես թրծվում են։ Այս ընթացքում ֆիզիկական է սա որոշ չափով լավացել ու դիսցիպլինա է մտել կյանքի մեջ։ Իմ առջև դրված խնդիրը ճիշտ ու ժամանակին կատարել, դա է ամենագլխավոր խնդիրը, արժանապատվորեն ծառայել ու վերադառնալ տուն։ Ծառայության այս 2 ամիսների ընթացքում զինվորներն արդեն հասցրել են տիրապետել մասնագիտական որոշ նրբությունների, բացի ռազմական գիտելիքներից չափազանց կարևոր է նաև տղաների ֆիզիկական պատրաստվածությունը։ Լավ զինվոր դառնալու համար դու պետք է լինես ինքնուրույն, կարողանաս ճիշտ ժամանակին կատարել քո պարտականությունները, ժամանակին ճշգրիտ եւ լինել պատասխանատու։ Ուսումնական գործընթացը զորամասում ընթանում է ըստ նախապես մշակված կարգացուցակի եւ պլանի։ Տղաների անմիջական ու վերադաս հրամանատարությունն էլ ջանք ու եռան չի խնայում զինվորներին կրթելու եւ յուրաքանչյուրից փորձառու հրետանավոր պատրաստելու համար։ Մեր ուսումնական առօրյան իրականացումը շատ հագեցած, ունենում ենք թե տեսական, թե գործնական պարապմունքներ, սովորում ենք մեր զենք, ինչպես նաև մեր պատմությունը։ Մեր զենքի մասին հիմնականում տեսական պարապմունքների ընթացքում ստանում ենք կարևոր տեղեկություններ, հիմնականում լսանային պայմաններում, իսկ գործնական պարապմունքների ընթացքում մեր արդեն իսկ իմացած ինֆորմացիան կարողանում ենք գործնականում կիրառել։ Մեր գործնական հմտությունները կարողանում ենք օգտագործել թե մեր վարժասարքային լսաներում, թե ուսումնական դաշտում, որպես ջոկի հանդար ես իմ գիտելիքները փոխանցում եմ անձնակազմին, նրանց հետ իրականացնում ենք պարապմունքներ, փորձում ենք նրանց մոտ նույնպես բարելավել գիտելիքները զենքի վերաբերյալ։ Իսկ գիտելիքները բարելավելու եւ զինվորական հմտությունները կատարելագործելու համար վերջերս զորամասում բացվել է հանրապետությունում նախադեպը չունեցող լսարան, որը հագեցած է նորագույն սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս զինվորներին մասնագիտական պարապմունքներն անցկացնել հնարավորինս իրականությանը մոտ պայմաններում։ Առաջի անգամ Հայաստանում կառուցվել է եւ շահագործմանը հանձնվել ականետի հրամանատարների եւ նշանառությունների պատրաստման լսարանը ամբողջությամբ կահավորված ականետներով 120 մմ-անոց եւ 82 մմ-անոց երկու լսարաններ։ Գործնական պարապմունքների համեմատ, որ անցկացնում ենք դաշտում, լսարանային վարժասարքային պարապմունքները ավելի մոտիվացնում են զինվորները, երբ որ տեսնում են իրենց կրակածը, երբ որ ձայնը լսում են, այդ ամեն ինչից նոր տեխնոլոգիաները, անհամեմատ հիմիկվա սերունդը, երբ որ արդեն զարգացած են նոր տեխնոլոգիաները, ավելի մոտիվացված են դասերանում վարժասարքերի մոտ։ Կուրսանտների մոտ կա մեծ հետաքրքրվածություն կապված թե ականետները պրոյեկտորով էկրանի վրա տեսնելով, պայթյունը
տարբեր նշանակետերը իրենց աչքով տեսնելով, թե ինչա կատարվում, ոնց է լինում, պայթունը ոնց է տեղի ունենում։ Եվս 4 ամիս եւ այս զինվորներն արդեն որպես կայացած եւ արհեստավարժ հրետանավորներ սերժանտական կոչումով կհամալրեն սահմանային զորքերի շարքերը եւ իրենց գիտելիքներով օրինակ կծառայեն արդեն կրտսեր զինակիցներին, պատվով իրականացնելով իրենց կարևորագույն առաքելությունը։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Նացականյան, Զինուշ։